Շնորհակալություն, հանձնաժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ ներկայացնում Արդարադատության նախարարության հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ։ Արդարադատության նախարարության մասով կառավարության 21-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված իրավական եւ դատական բարեփոխումների, հակակոռուպցիոն, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարություններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով 2024 թվականին պետական բյուջեից տրամադրվել է 24.2 միլիարդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 99.4%։ Նախորդ տարվա համեմատ նախարարության ծախսերը նվազել են 4.8%-ով կամ 1.2 միլիարդ դրամով։ Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N614 որոշմամբ տեղի է ունեցել քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի փոփոխություն, Արդարադատության նախարարության փոխարեն լիազորված պետական մարմին է սահմանվել Առողջապահության նախարարությունը։ Ուստի 2023 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ Արդարադատության նախարարության ծախսերում արձանագրվել է 3.4%-ի 860.5 միլիոն դրամի նվազում, որը հիմնականում պայմանավորված է հակակոռուպցիոն քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում եւ մոնիտորինգի իրականացում, քրեակատարողական ծառայություններ եւ արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացում, ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։ Նախարարության պատասխանատվությամբ իրականացվել է 8 ծրագիր արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման, խորհրդատվության եւ մոնիտորինգի իրականացման ծրագրի շրջանակներում 2024 թվականին օգտագործվել է 2.3 միլիարդ դրամ, 99.6%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։ Օգտագործված միջոցների հիմնական մասը շուրջ 2 միլիարդ դրամ ուղղվել է արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի գնման եւ աջակցության իրականացում միջոցառմանը, որի կատարողականը կազմել է 99.7%։ Նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 4%-ով կամ 96 միլիոն դրամով, հիմնականում պայմանավորված աջակցություն օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոնի գործունեությանը եւ արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիտորինգի գնման եւ աջակցության իրականացում միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նվազմամբ։ 2023 թվականին միջոցներ էին հատկացվել Հայաստանում ստեղծվող արբիտրաժային նոր կենտրոնի նյութատեխնիկական, ներառյալ շենքային պայմանների ապահովման նպատակով։ Ծրագրի շրջանակներում ապահովել է ռազմավարություններից բխող շուրջ 600 իրավական ակտերի նախագծերի մշակում, հանրային քննարկումների կազմակերպում, 5128 պետական փորձագիտական եզրակացությունների տրամադրում։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից ներդրվել է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր լրացնելու համար լիազորագրերի ներկայացման էլեկտրոնային ծառայությունը եւ համապատասխան էլեկտրոնային հարթակը։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հաշվետու ժամանակահատվածում հաստատված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի թիվը կազմում է 55389։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից հարուցվել է մոտ 200 վարչական վարույթ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու հիմքով։ Իրականացվել է ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման մեծ արշավ։ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կողմից 24 թվականի ընթացքում տրվել են 1685 խորհրդատվություններ։ Քաղաքացիական կայության ակտերի գրանցում ծրագրի շրջանակներում 24 թվականին տրամադրվել է 156.4 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 100%։ 2023 թվականի համեմատ ծախսերի փոփոխություն չի եղել։ Հաշվետու տարում 2.2 միլիարդ դրամ ուղղվել է դատական եւ հանրային պաշտպանության ծրագրին։ Նախորդ տարվա համեմատ գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Միջոցներից 966 միլիոն դրամն ուղղվել է փորձաքննությունների ծառայությունների տրամադրման միջոցառմանը, որի գծով ծախսերը 23 թվականի համեմատ նվազել են 21.8%-ով։
Պետական պատվերի շրջանակում իրականացվող փորձաքննությունների ծառայությունների մատուցվող ծավալը և գումարը կախված են կատարված հանցագործությունների քանակից ու տեսակից, ինչի պատճառով ծավալի ակնկալվող փոփոխությունը հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել։ 747.3 միլիոն դրամ ուղղվել է Հանրային պաշտպանության ծառայություններին, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 22.6%-ով, պայմանավորված վարվող գործերի աճի և օրենսդրական փոփոխությունների հետևանքով ծառայությունների ծավալի ավելացման արդյունքում հանրային պաշտպանների թվաքանակի ավելացմամբ։ 24 թվականի վարույթ ընդունված գործերի թիվը 31.830-ն է, որից քրեական գործերի թիվը 23.910, իսկ քաղաքացիականը համապատասխանաբար մյուս մասը։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն հիմնադրամի գործունեությանն աջակցության ծախսերը 2024 թվականին կազմել են 435.4 միլիոն դրամ և նախորդ տարվա համեմատ ավելացել են 30.7%-ով, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2023 թվականի երկրորդ կիսամյակից։ Հարկ է նշել, որ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը 2024 թվականին արդեն գրանցել է իր առաջին հաջողություններն արբիտրաժային գործերի քննության և հաշտարարության ոլորտներում, ապահովելով ինչպես միջազգային, այնպես էլ տեղական արբիտրաժային հաշտարարության գործերի վարումը։ Քրեակատարողական ծառայությունների ծրագրի ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 14 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 99.1%-ը,